Իմ ամենասիրած, չգիտեմ, միջոցը այդ բնությունն է։ Շատ ուժեղ օգնում են առհասարակ բոլոր տեսակի տագնապների, վախերի, սիմպտոմների դեպքում բնության տարրերը։ Օրինակ, ջուրը։ Ինչով կարա մեզ օգնի ջուրը։ Մենք կարանք ուղղակի նստենք գետի ափին լսենք ջրի ձայնը։ Մենք կարանք ուղղակի կանգնենք անձրևի տակ զգանք։ Այդ անձրևը ոնց է։ Մեզ մաքրում։ Փոշուց, վատ մտքերից, մի խոսքով ինքը անում է այդ, ուզես թե չուզես, եթե երբևիցե անձրևի տակ մնացել ես, դրանից հետո այդ թեթևությունը, այդ հանգստությունը ոչ մի բանի հետ չես ամեմատի։ Ուղղակի լոգանք ընդունել։ Ամենապրոֆեսիոնալ տարբերակը ջուրն օգտագործելու աղի վաննան է։ Այն բաղադրությամբ, ինչ որ ունեն մեր պտղաջրերը։ Այսինքն 100 լիտր ջրին 900 գրամ ամենահասարակ քարի խոշոր աղ։ Ինչ որ մեգա գներով աղեր հարկավոր չեն, սովորական սարի միջից հանած, առանց մշակելու, առանց որևէ բան ավելացնելու աղ։ Հետո քամին, ուղղակի որ աչքերդ փակ զգում ես ոնց է քամին, ոնց որ այդ նույն գործողությունը ինչ որ անում է անձրևը, նույնն էլ անում է քամին։ Կամ ուղղակի դրսում բնության մեջ կրակ վառես ու լսես այդ կրակի ձայնը, զգաս իր ջերմությունը։ Ինքը այս բնության բոլոր տարրերը իրանք ունեն մաքրող հատկություն, համ մաքրում են ֆիզիոլոգիան, համ մաքրում են հոգեբանությունը։ Մի խոսքով դու ոնց որ մի հատ ուրիշ էտապ մտնում ես նորից քո իրական կյանք ու ավելի լավ ես տեսնում քո խնդիրները ու դրանց լուծումները։ Տարրերից կրակը նույնը վերաբերում է նաև արևին, արևը ինքը էլի այդ նույն էներգետիկ լիցքավորումը մենք մեր դաշտերով էլեկտրամագնիսական ենք։ Մագնիսական մեր դաշտը բալանսավորում է մեր երկրագունդը, հողը, ծառերը, բույսերը, հենց հող ասված է, երբ որ դու ոտապոպիկ քայլում ես հողի վրայով կամ անտառում ուղղակի նստում ես ծառի տակ ու զգում ես այդ ծառը, ոչ թե դու հա ծառի տակ ես կեղտա, փոշիա եւ այլ ուղղակի դու կենթանի, բնության կենթանի էակա ծառը, իր մոտ ես ու ինքը ունի անասելի մեծ էներգիա ու հզորություն ու աուրա, ինչպես եւ մենք, մեզանից էլ շատ ավելի ուժեղ իրականում, եթե ինքը հզոր ծառ է։ Իսկ մեր էլեկտրական դաշտը բալանսի է բերում արևը։ Արևը ինքը էլեկտրական, ինչի են այսօր արևային վահանակներով ջեռուցում, որտեղ ինքը էլեկտրական դաշտի, էլեկտրականության մեծ աղբյուր է։ Հետևաբար մարդը, երբ որ ինքը իրան կտրում է համ արևից, համ հողից, ինքը ոնց որ հեռախոս, որը չունի power bank, ինքը չունի զարյադշնիկ sense ասած։ Ինքը որտեղ էներգիա ստանա։ Ինքը վաղ թե ուշ սպառվում է, ինքը հոգեբանորեն էլ է սպառվում, ֆիզիկապես։ Ու սենց գերլարված, այն որ էներգիա չունի, բայց պետք է անի, քունը տանում է, բայց լնդել լիքը գործեր կանել։ Այդ գալիս է նրանից, որ մենք չունենք այդ տեխնիկան, այդ մշակույթը մեր էներգետիկ դաշտը բալանսի բերելու։ Առանց որևէ տեղ գնալու, առանց մասնագետին դիմելու, մենք պետք է սկսենք այդ, չգիտեմ, մեր ներսն ու դուրսը հասկանալ, մեր էներգիայի ու ներմուծենք մեր կյանք վերջապես անհատական հաճույք, ինչը դա իրանից ենթադրում։ Մանր գործողություններ, ընդհանրապես պետք է բոլորս ունենանք ցուցակ 30 կետից բաղկացած։ Ամեն օրվա համար, սենց 20 րոպեանոց գործողություն, հոբի, որից մենք հաճույք ենք ստանում։ Բարել, երգել, չգիտեմ, դրսում միայնակ քայլել առանց երեխեքի 30 րոպե, 20 րոպե կամ, չգիտեմ, ուղղակի պատուհանից դուրս նայել, այդ մանր գործողությունները ամեն օր դու պետք է այս կյանքից ստանաս այդ փոքր հաճույքը, որ դու հասկանաս ի վերջո գիտակցությունդ հասկանա դու ինչի համար ես ապրում։ Դժվար չի, այս կյանքը դժվարություն չի, որ օրվա սկզբից մինչև վերջ ուղեղը դու հոգեբանությունը ծանրաբեռնես ինչ որ խնդիրներով, որոնք պետք է անընդհատ հաղթահարես։ Մեկ-մեկ պետք է դուրս գաս այդ սցենարից, դառնաս դիտորդ, սենց կողքից, որ նայում ես քեզ քո կյանքին ու այնտեղ մտցնես բաներ, որ միշտ դրանք ուզել ես անես, բայց չի հերիքել ժամանակդ կամ չես այնքան առաջնահերթություններ են եղել երեխեքից սկսած մինչև ընտանիքի մյուս անդամներ, որ դու ակամա ուզելով թե չուզելով սենց քեզ ոնց որ տարել, հասցրել ես, չգիտեմ, որ երրորդ պլան։ Միադրում է փոթող խնդիրներին քեզ ավազին օղակ տեսնելու համար։